Գիտես, Հիսուս Քրիստոս երկրի վրա կարող էր մենակ Երուսաղեմում հասանելի լինել մարդկանց։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս մի կարևոր բան արեց, նա խաչի վրա մեռավ եւ ճանապարհ բացեց Սուրբ Հոգուն, որ Տիրոջ ներկայությունը ոչ թե մի տեղ, մի անց, այլ բոլորը վայելեն։ Երբ որ Տեր Հիսուսը խաչի վրա մեռավ, արյուն թափեց, դա մեր մեղքերի թողության համար էր։ Երբ որ դու հրավիրում ես Հիսուսին քո սրտիդ մեջ եւ խոստովանում ես քո մեղքերը եւ զղջում ես քո մեղքերի համար եւ խնդրում ես, որ Տերը իր արյունով քեզ սրբի, Տերը ակնթարթի մեջ քեզ ներում է եւ իր արյունով սրբում է։ Բայց շատ մի կարևոր իրադարձություն էլ պիտի տեղ ունենա։ Երբ որ դու ընդունում ես Հիսուսին Տեր ու Փրկիչ, դու պիտի հասկանաս, որ կա մի անձնավորություն, որ նրան էլ պիտի ընդունես, դա Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին, որ դու ворբ չապրես, որ դու ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան զգաս քո Աստծո, քո Արարչի հոգատարությունը, ինչպես աշակերտներն էին զգում դա։ Եվ ամեն օր քո շփումը Սուրբ Հոգու հետ քո կյանքը կդարձնի ավելի օրհնված, քո կյանքում եղած բոլոր դժվարությունները, դիմադրությունները հաղթահարելի կդառնան Սուրբ Հոգու հետ, որտեղ նա կենթանի անձ է, որ պիտի գա եւ պիտի բնակվի քո մեջ։ Նոր ուխտում Աստված քարե տաճարներում չի բնակվում, Աստված բնակվում է մեր մեջ։ Պողոս առաքյալն ասում է, դուք չգիտեք, որ Աստծո տաճար եք, որտեղ Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ։ Երբ է գալիս Աստծո Հոգին եւ բնակվում մեր մեջ, երբ որ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, որպես ինչ, որպես մեր մեղքերի թողության համար, մեկը որ մորթվեց։ Ինչի համար, որ մենք մեր մեղքերի պատճառով հավիտենական դժոխք չգնանք։ Այս ժամանակավոր կյանքից հետո կա մի կյանք, որը կոչվում է հավիտենական։ Մենք ֆիզիկապես այս ժամանակավոր կյանքից վաղ թե ուշ գնալու ենք, բոլորս։ Այս երկրի վրա ոչ մեկ հավիտյան չի ապրել, բայց կա քո մեջ մի անձ, որը հավիտենական է, դա քո հոգին է։ Դու մի օր հրաժեշտ ես տալու այս կյանքին։ Քեզ մի օր հրաժեշտ ես տալու այս կյանքից։ Ես, դու, բոլորս գնալու ենք այս կյանքից, բայց որտեղ ենք հայտնվելու։ Արդյոք Աստված մեզ ստեղծել էր ընդամենը 70-80 տարվա համար, ես քեզ ասում եմ ոչ։ Աստված այս ժամանակավոր կյանքում ուզում է հայտնի իրեն քեզ, որ քո այս ժամանակավոր կյանքի մեջ էլ ունենաս օրհնություն, երջանկություն, մխիթարված ապահով, բայց իմացի, այս կյանքը ակնթարթի պես ապրում։ Ես հիշում եմ, որ փոքր երեխա էի, եւ ես հիշում եմ հիմա ինձ, որ ես երեխաներ ունեմ 8 օր։ Կյանքը շատ արագ անցնում, շատ արագ, շատ։ Եվ մենք ուզենք, չուզենք, այս կյանքից հեռանալու ենք, բայց շատ ցավալի կլինի, եթե դու այս ժամանակավոր կյանքում այդպես էլ չունենաս այն գիտությունը, որ Աստված ուզում է փոխանցի քեզ իր որդու Հիսուս Քրիստոսի մասին, որ նա չեկավ աշխարհ, որ մարդիկ ինչ որ խաչեր սարքեն, նկարներ նկարեն, ինչ որ վանքեր սարքեն, ինչ որ մարդիկ կան, որ այտենց այս աշխարհի կյանքը չեն սիրում, վանական կյանքով են ապրում։ Ոչ։ Հիսուս համայն մարդկության փրկության համար եկավ։ Համայն մարդկությունը, կապ չունի դու հոգևորական ես, աշխարհիկ ես, համայն մարդկությունը կանգնելու է Աստծո դատաստանի առաջ։ Մենք մի օր այս կյանքից հեռանալով կանգնելու ենք նրա առաջ եւ նա ասելու է, հիշում ես այս օրը, երբ որ ես իմ ծառայի միջոցով քո հետ խոսում էի, իմ որդու Հիսուս Քրիստոսի մասին, նրա կատարած գործի մասին, այդ ամենը քեզ համար է եղել։ Աստված իր որդուն մեզանից ամեն մեկի համար է խաչի վրա մորթել։ Ամեն մեկի համար, անհատապես։ Ցանկացած հայր իր ընտանիքում երեխաներին ընդհանուր չի սիրում։ Ընդհանուր մի հատ ճաշ չի սարքում, լցնում դեմներն ասում կերեք։
ընդհանուր վերնաշապիկ չի առնում, կոշիկ չի առնում, ընդհանուր ամեն մեկին առանձին անհատապես խնամք է տանում։ Աստված մեր բոլորի մեղքերի համար անհատապես իր որդուն Հիսուսին տվել է։ Եվ մենք պիտի անհատապես ընդունենք նրա որդուն Հիսուս Քրիստոսին, որպեսզի այս ժամանակավոր կյանքից հետո շարժենք հավիտենությունը։ Ես շատ մարդկանց եղել խոսացել եմ Հիսուսի մասին, որոնք ուղղակի մի քանի օր հետո պիտի այս երկրավոր ժամանակավոր կյանքից հեռանան։ Պատկերացրա, որ եղել են մարդիկ, որ չեն ընդունել, մերժել են։ Ու որտեղ են հայտնվել են միտեղ, որտեղից այլևս դուրս գալ չի լինի։ Դա դժոխքն է, դա հավիտենական տանջանքն է, որ բոլոր մեղավորները, եթե չընդունեն Հիսուսին Տեր ու Փրկիչ եւ նրա անունով չսրբվեն եւ մեղքերի թողություն չունենան, դժոխք են գնալու, ուզես չուզես, մերժես չմերժես, հավատաս չհավատաս, դժոխքը իրականություն է։ Եվ այս ժամանակավոր կյանքից հետո երկու տեղ կա, դա հավիտենական կյանքն է Աստծո որդու Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ եւ հավիտենական դժոխքը սատանայի ու խավարի դիվային ուժերի ներկայությամբ, տանջանք, այնտեղից այլևս փրկություն չկա,